Կառավարությունը 2 միլիարդ 151 միլիոն դրամ կուղի 17 համայնքի 23 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը վարչապետ Փաշինյանը ներկայացրեց ծրագրերի ընթացքը, նշելով, որ չզեկուցվող փաթեթով էլ ֆինանսավորում են 15 միլիարդ դրամի ճանապարհաշինական ծրագրեր, դրանք տարբեր փուլերում են։ Դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ մենք պետք է զարգացնենք նաև, օրինակ, ասենք նույն Սևան քաղաքից դեպի Երևան գալու կամ Հրազդան գնալու այլընտրանքային ճանապարհներ ունենան մարդիկ, ընդ որում այս ճանապարհները հաջորդիվ կա նաև անդրադարձ, եթե չեմ սխալվում, Բջջնի Հրազդան ճանապարհին նաև շատ կարևոր են զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման առումով տնտեսական նշանակություն կունենա Գանձաքարի-Ծաքար ճանապարհի կառուցումը, որը դեռ չի ավարտվել Կապալառուի փոփոխության պատճառով, քանի որ անտառով անցնող ճանապարհը ունենալու է ներդրումային հետաքրքրություն, խնդիր դրվեց գտնել բանաձևեր, բավարարելու այդ հետաքրքրությունը, նաև դրա շահագործմամբ չվնասել անտառը։ Ցանկացած ճանապարհի կառուցում վնասաբնության, այնպես որ այստեղ պետքա ճիշտ բալանս գտնել եւ ակտիվորեն զուգահեռ նաև նույն տարածքում մնացած տեղերում անտառ վերականգնման ակտիվ աշխատանքներ իրականացնել։ ԿԳՄՍ գործընկերների հետ ձեր հանձնարարականով նոր կամրջի կառուցման տեղի հետ կապված էսքիզ նախագիծ առաջիկայում կունենանք, այնպեսի տեղ կառուցվի կամուրջը, որը չի խանգարի արդեն գոյություն ունեցող պատմամշակութային կամրջին, նաև քննարկում ենք այնտեղից դիտակետ ունենալու հնարավորությունը դեպի պատմամշակութային կամուրջ։ Այս տարի նախատեսվում է սկսել ու ավարտել Կապան-Ծավ ճանապարհի 15-րդ կիլոմետրից Նռնաձոր տանող ավելի քան 10 կիլոմետր նոր ճանապարհի կառուցումը։ Հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Այսինքն ըստ էության սա մեր խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է։ Մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության 2025-ի ծրագիրը, որը միտված է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը, ավելացնել ցանքատարածությունները, իրականացնել հավաստագրված սերմերով ցանքեր։ Ծրագիրը գարնանացանի եւ աշնանացանի համար է։ Փոխհատուցումը կտրամադրվի հետեւյալ սահմանադրությամբ աշնանացան ծորենի մշակության համար 1 հեկտարի մակերեսով 80,000 դրամ, որովհետև մեր հաշվարկները ցույց են տալիս, որ օրինակ վարձանք, բերքահավաք եւ սերմի արժեքը մոտավորապես 160,000 դրամ արժեք է կազմում։ Կանանացան հացահատիկի մշակաբույսի մշակության 1 հեկտարի մակերեսի հաշվով 70,000 դրամ, եգիպտացորենի դեպքում 85, հատիկանդեղենի դեպքում 100,000 դրամ, կերային մշակաբույսերի դեպքում 110,000, գերի ճակնդեղը 80,000։ Ծրագրի նախնական արժեքը այս տարի կկազմի մոտ 1.5 միլիարդ դրամ։ Ակնկալվում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, մոտ 36,000 հեկտարով մշակվող վարելահողերի ավելացում, աշնանացան ցորենի եւ գարնանացան հացահատիկային եւ հատիկաանդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները նախատեսվում է ավելացնել մոտ 17,000 հեկտարով։ Նախարար Պապոյանի խոսքով աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա մոտ 38,000 տոննայով։ Վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում եւ սա շատ կարեւոր է այն առումով, որ մի կողմից սա կարող է, այսպես ասած, գնաճային զսպումներ առաջացնել եւ մյուս կողմից նաեւ եթե դա անգամ տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի։ Վարչապետը հետաքրքրվեց, թե գյուղացին 1 հեկտար եգիպտացորեն ցանելիս որքան է ծախսում։ Նախարարի խոսքով վարի, ցանքի, բերքահավաքի հավաստագրված սերմի արժեքը մոտ 170,000 դրամ է։ Դրա 50%-ով հաշվարկել են։ Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանը, Փաշինյանը նշեց, որ գյուղացիների հետ իր շփումներից հասկացել է, որ ծրագիրը օգտակար է միջին եւ խոշոր գյուղատնտեսների համար։ Ես հիմա այն մարդու մասին եմ մտածում, որ ունի մի հատ տնամերձ եւ ունի մի հեկտար հող չգիտեմ որտեղ եւ ըստ էության ապրում աղքատության վիճակում, բա ինչ անենք, որ լավ, որ այդ մարդուն կարողանանք այդ վիճակից դուրս բերենք։ Ինչ անում ենք, անդադ վրիպում, անդադ իրան չի վերաբերվում, անդադ կողքով անցնում։ Ես անկեղծ ասեմ, ես սա լավ ծրագիր չեմ համարում։ Մենք հիմա էլ եկեք խոստովանենք, որ էլի բանի այդ մեսեջների ներքո եմ ես համաձայնվել, որ այս ծրագիրը մենք ընդունենք, որ գյուղացիները պահանջում են, գյուղացիները ուզում են, օգնենք գյուղացիներին,
Բայց այս գյուղացիների հետ գնաց այս ծրագիրը իմ տեսած գյուղացիներից ոչ մեկի հետ ոչ մի կապ չունի, 0։ Սա միջին եւ խոշոր ֆերմերներին աջակցության ծրագիր է, որը էլի քաղաքական ընտրության հարց է։ Բայց եկեք չասենք, որ մենք գյուղացիներին աջակցում ենք, այդ չի խնդրեմը։ Ես խոստովանում եմ, որ ես չեմ պատկերացնում, լավ մենք ոնց օգնենք այդ մարդկանց։ Ծրագրերն ըստ Փաշինյանի կլինեն արդյունավետ, եթե 1, 2, 3 տարի աջակցելուց հետո գյուղացին այլևս չունենա դրա կարիքը, ստեղծի տնտեսություն։ Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում։ Վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, բան ենք անում, պարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում, կաբինետներում։ Ես ուզում եմ արձանագրենք, որ մենք անիմաստ գործողություն։ Ես վստահ չեմ, որ այս փողը մենք ավելի լավ տանենք 1 միլիարդով, գուցե տեղ կա մի հատ ավելի մանկապարտեզ կառուցենք, ավելի լավ է։ Սա անարդյունավետ ծրագրերը ընդունում, այն էլ որ արդյունավետ է, այստեղ ընդունում ենք բանաձևերով արդյունավետ է, գնում ենք տենանք կյանքում ինչա տեղի ունենում, էլի չի աշխատում, խնդրեմ է։ Չենք հասնում մենք մարդուն չենք հասնում։ Իրականում շատ մեծ ներդրումներ չեն կարող անել, բայց այս ծրագիրը փոքր ներդրում է պահանջում։ Ձեր նշած 1 հեկտար հողի պարագայում իրանք ընդամենը մինչև 200,000 դրամ ներդրում են անելու եւ ստանալու են ծախսերի։ Պարոն Պապյան, ասում եմ, ես չունեմ այդ 200,000 դրամը, դուք ասում եք ներդրում են անելու։ Չունի, մարդ ասում է չունի։ Ասում եմ, կարաս պատկերացնես, պարոն վարչապետ, տենց իրավիճակ, որ չունի մարդը 200,000 դրամ։ Կարաս պատկերացնես։ Ասում եմ, այո, կարամ պատկերացնեմ։ Ասում եմ, չունեմ այդ 200,000 դրամը։ Ասում եմ, գնա վարկ վերցրու, ասում եմ, սև ցուցակում եմ, չեմ կարող վարկ վերցնեմ։ Եվ սա մի հոգու մասին, 2 հոգու մասին, 3 հոգու մասին չի, 1000 հոգու մասին չի, 10,000 հոգու մասին չի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևոր համարեց հողերի կոնսոլիդացիայի խնդրի լուծումը։ Ամենամեծ խնդրեմը կա նրանում, որ ինքը ունի հող 1 հեկտար, որ ոչ մի բան չի անում։ Շրջանառությունից հանել է, ու եթե մենք հետո հողերի կոնսոլիդացիայի խնդիրը չլուծենք, ես համաձայն եմ ձեզ հետ, որ մենք չենք կարողանում հասնենք այդ մարդկանց, բայց այդ մարդիկ էլ ինստիտուցիոնալ գյուղատնտեսության պես իրականության մեջ կարծում եմ էլ չեն կարող զբաղվել։ Ես ինչքան հիշում եմ, նույնիսկ կառույց ստեղծեցինք, որը պիտի այդ հողերի կոնսոլիդացիան խթաներ էկոնոմիկային։ Իմ կարծիքով այդ ուղղությամբ պիտի գնանք, որովհետև մի հեկտարանոց գյուղատնտեսական բիզնես չի լինելու, պարոն վարչապետ։ Պապոյանը հիշեցրեց կոնսոլիդացիայի ծրագրով 5 հեկտար եւ ավելի հողեր խոշորացնելու դեպքում աջակցությունը կադաստրային արժեքի 30%-ի չափով է։ Ծրագրով 1 տարում կոնսոլիդացվել է 300 հեկտար։ Վարչապետի գնահատմամբ սոցիալական տրամաբանությամբ աշխատող ծրագրերը մարդկանց ազատությունից, հեռանկարից զրկելու մասին են։ Փարոսից օգտվող սերունդներ ունենք արդեն, հասկանում եք, որ սերունդ ինքը իրան վերարտադրում է անընդհատ։ Այն ժամանակ փարոսից օգտվելա, հետո հաջորդ սերունդն է փարոսից օգտվում, հետո հաջորդ սերունդը, դա կյանքի մասին իրանց պատկերացումը մեր աջակցությամբ ամրագրվում է, որ կյանքը փարոսն է։ Սա եւ քաղաքական խնդրեմ է, եւ զարգացմանը խոչընդոտող խնդրեմ է։ Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողների ու դասախոսների հեծանիվ ձեռք բերելու համար նախատեսված վարկերի տոկոսագումարները, հաստատվեց հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման ուղղված որոշման նախագիծը։ Մայա Խաչատրյան, լուրեր։